Եբրայեցիներին ուղված նամակում առաքյալը նաև Աստծո խոսքը բնորոշում է որպես ազդեցիկ և հատու, կտրող, ինչպես երկսայրի սուրը։ Մի պահ կանգ առնենք նաև այստեղ հասկանալու սա ինչ է։ Աստծո խոսքը ազդում է մարդու վրա, բայց ունի երկակի ազդեցություն, ինչպես հենց պատկերն է մեզ ներկայացնում, երկսայրի է։ Ուրեմն կարող է բուժել և կարող է ավելի խորացնել հիվանդությունը, կարող է խաղաղեցնել մարդուն և կարող է փոթորիկ առաջացնել մարդու ներսում։ Որովհետև մեր ներսում մենք ունենք մեր զգացումները, մեր մտածումները, մեր խորհուրդները, կյանքի մեր ապագայի հանդեպ մեր պատկերացումներն ու հետաքրքրությունները, որոնք մեզ մղում են մտածելու, խոսելու և գործելու։ Հիմա երբ Աստծո խոսքը մենք լսում ենք տրամադիր վիճակով, եթե այն հակադրության մեջ է մեր ներսույն արժեհամակարգի հետ, ապա չի կարող չխախտել մեր հանգստությունը։ Եթե վստահում ենք Աստծո խոսքի ճշմարտությանը, ասել է թե գերադասում ենք Աստծո իմաստությունը մեր իմաստնությունից, ապա ուղղվում ենք, վերափոխվում ենք։ Իսկ եթե դիմադրում ենք, մեր մեջ նվազագույնը առաջանում է անհանգստություն, առավելագույնը մարտնչում Աստծո դեմ։ Որի դրսևորումներից է նաև մարտնչում իր եկեղեցու, հոգևորականի, քրիստոնյայի, արդարության, ճշմարտության, և հետաքրքրական է, որ սա նաև պայմանավորված է մարդու տարիքով և փորձառությամբ։ Մի շրջանում մարդը կարող է դիմադրել, բայց կյանքի փորձառություն կարող է գալ մի շրջան, երբ մարդը իսկապես վերափոխվել, և հակառակը։ Աստծո խոսքը ոչ միայն հայտնութենական բնույթ ունի, ի վերջո նպատակը որն է լավ հայտնվեց, ճանաչեցինք Աստծուն էլ, ճանաչեցինք ինքներս մեզ։ Եթե սա չի տանում վերափոխման, իմաստը որն է։ Հետևաբար Աստծո խոսքը ունի նաև ապաշխարության տանող բնույթ և նաև այսպես կոչում։ Իսկ ինչ է ապաշխարությունը։ Ապաշխարել հունարենից եթե թարգմանենք մենք բառացի նշանակում է վերափոխել միտք, վերափոխել ներսը, ինչ-որ իմաստով նորոգել այն ամեն ինչ, որ գտնվում է մեր խորհուրդների և մտածումների մեջ։ Մի պարզ մեր կյանքից վերցրած օրինակ կա։ Փոքրիկները երբեմն չարաճճիություն են անում և ծնողները հանդիմանում են։ Փոքրիկները ներողություն են խնդրում, ասում են հասկացանք, երբեմն նաև գոռում են, ճչում են, որ բավ է, նկատողություն անես, հասկացա, էլ չեմ անի, բայց հաջորդ քայլի նորից են անում։ Սա նշանակում է, որ այդ փոքրիկի մոտ իր արածն է ճշմարտություն։ Գուցե արտաքնապես փորձում է ծնողներից եկող ճնշմանը պատասխանել այդ
ճանապարհով, որ ինքը փոխվել է, այլևս չի անի եւ այլն, բայց ներսում այդ ճշմարտությունը իր մնում է դեռևս վավերական, դեռևս գործուն, ազդեցիկ։ Փոխվում է այն ժամանակ, երբ լսում է եւ գործադրում է։ Նույնը վերաբերում է մեզ։ Մենք շատ հաճախ ենք վիճարկում Աստծո խոսքը։ Շատ հաճախ։ Դեռ գիտեք, տարօրինակ մարդկային է իհարկե, որ Աստված բազմաթիվ լուսավորող, մեր կյանքը փոխող, խաղաղեցնող, մեր տագնապները վերացնող լուծումներ է տալիս մեզ համար։ Մենք անտեսում ենք այդ հսկայական ճշմարտությունը, որ մեզ տրված է, եւ կենտրոնանում ենք այնպիսի ճշմարտությունների վրա, Աստծո կողմից մեզ տրված, որոնք կարծում ենք մարդկային կյանքի համար անիրականանալի են։ Օրինակ, թշնամուն սիրելու պատվիրանը։ Դեռ չսիրած մեր եղբորը մենք արդեն կասկածի տակ ենք դնում ընդհանրապես քրիստոնեական սերը, երբ վիճարկում ենք Աստծո այդ պատվիրանը թշնամուն սիրելու։ Մի ստելու կամ չստելու ճշմարտությամբ ապրելուց կապված։ Մենք անտեսում ենք այն բոլոր կեղծիքները, որ մեր կյանքը այսպես առել է իր ճիրանների մեջ, եւ կենտրոնանում ենք այն երևույթի վրա, որ եթե մեկին մատնելու լինենք, որին մահ է սպասվում, արդյոք չպետք է ստենք։ Ուրեմն, սա խուսափելու, մեր ներսի ճշմարտությունը գերադասելու միտում է եւ ընթացք։ Վերջին հաշվով մի օր հասկանալու ենք, որ Աստծո ճշմարտությունը գերիվեր է մարդկային իմաստությունից։